Թրիփի զարգացման ընկերությանը 49 տարի նախնական ժամկետով կտրամադրվի կառուցապատման իրավունք, Վաշինգտոնի Հայաստանի դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։ Ես գտնվում եմ Վաշինգտոնում, այս պահին Միրզոյանի խոսքով Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել Թրիփ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը եւ պահպանել իր հասանելի 26%-ը։ Կողմերի միջև համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, Հայաստանի կառավարության հավելյալ սեփականության մասնաբաժինը դարձնելով 49%։ Թրիփ զարգացման ընկերությունը կունենա բաժնեմասերի ամերիկյան վերահսկիչ փաթեթ, սակայն կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից առանց հայկական կողմի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ ՀՀ մաքսային եւ սահմանային պաշտոնյաները իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները, ինչպես որ դրանք սահմանում է ՀՀ օրենսդրությունը։ Այդ թվում մաքսային վերջնական որոշումներ, ձևակերպումներ, անվտանգության ստուգում եւ իրականացում, եթե դրա անհրաժեշտություն առաջանա, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, եթե դրա անհրաժեշտություն առաջանա, թույլտվություններ եւ հաստատումներ, զննում եւ ստուգում, այս ամբողջը կարող է իրականացվել միմիայն ՀՀ իրավասու մարմինների ներկայացուցիչների կողմից։ Միրզոյանի խոսքով սա եւս վերջնական փաստաթուղթ չէ, բայց հաջորդիվ փաստաթղթերը չեն կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված եւ ստորագրված փաստաթղթից։ Միրզոյանը մեջբերել է նաեւ նախագծի 3 առաջնային շերտեր։ Այն է երրորդ երկիր փոխկապակցվածություն, մեջբերում, որպես օրինակ Կենտրոնական Ասիայի Եվրոպական միություն կապը Թրիփի միջոցով, Նախիջևան ու Ադրբեջան փոխկապակցվածությունը, Հայաստան ու երրորդ երկրներ փոխկապակցվածությունը երկու ուղղությամբ՝ Հայաստան Կենտրոնական Ասիա եւ Հայաստան Արևմուտք։ Հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, առավոտյան 7:50-ի սահմաններում 14 ավտոմեքենաներ բախվել են իրար Երևան-Երազղ ավտոճանապարհի մասից խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի արևանությամբ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հոկտեմբերի 10-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել էին համալսարանի ռեկտորին եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին։ Համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեղադրանքով։ Իրանի մայրաքաղաքում ցույցերը չեն հանդարտվել անգամ գիշերը, ցուցարարները շարունակել են պահանջել կառավարության հրաժարականը, այրել ավտոմեքենաներ եւ կազմակերպել մի շարք անկարգություններ։ Ինչպես Թեհրանում, այնպես էլ Իրանի տարբեր քաղաքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մաշհադում անվտանգության ուժերը մոտակա շենքերի վերին հարկերից թիրախային կրակոցներ են արձակել ցուցարարների վրա։ Տարբեր երկրներ կոչ են արել Իրանի ուժայիններին դադարեցնել սպանել ցուցարարներին, մինչդեռ երկրի առաջնորդ Մասուդ Փեզեշքյանը դեռ օրեր առաջ հայտարարել էր, որ ուժայինները պատասխանում են ահաբեկիչների գործողություններին, սաստելու եւ վերջ դնելու երկում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը դեռևս ոչ պաշտոնական տվյալներով հատում է 1000-ը, ձերբակալվել է առնվազն 550 մարդ։ SpaceX-ը անվճար է դարձրել Starlink-ը Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ ինտերնետի գրեթե լիակատար անջատման ֆոնին։ Իրանի իշխանությունները հունվարի 8-ից ի վեր անջատել են ինտերնետային կապը։ Չնայած Starlink-ը պաշտոնապես արգելված է երկրում, Թեհրանը արագորեն կառուցում է փակ ներքին ինտերնետային ցանց, թույլատրելով միայն պետական որոնողական համակարգեր, քարտեզներ, հաղորդագրությունների հավելվածներ եւ խիստ գրաքննված բովանդակություն։ Նախնական տարբերակն արդեն գործում է երկրում եւ ավելի մեկուսացված է արտաքին աշխարհից, քան չինական մոդելը։ Միևնույն ժամանակ բողոքի ցույցերը ճնշելու համար անվտանգության ուժերի կողմից իրականացված սպանությունների հետևանքով զոհերի թիվը արագորեն աճում է։ Про Кабінет міністрів України. Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է պաշտպանության եւ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնան կանելու օգտին նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնած կառավարությունում վերադասավորումների ֆոնին։ Վերխովնա Ռադայի օրենսդիրները քվեարկել են պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին, թվային վերափոխման նախարար Միխայել Ֆեդորովին եւ անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկին պատերազմական ժամանակաշրջանում տեղի ունեցած վերջին վերադասավորումների շրջանակներում պաշտոնան կանելու օգտին։ Զելենսկին այս տարեսկզբում հայտարարել էր, որ երկիրը կենթարկվի էական ներքին փոփոխությունների, քանի որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը շարունակվում է արդեն գրեթե 4 տարի։ Նախագահը առաջարկել է Ֆեդորովին նշանակել պաշտպանության հաջորդ նախարար, մինչդեռ Շմիգալին առաջադրել է առաջին փոխվարչապետի եւ էներգետիկայի նախարարի թեկնածու։
Արծաթի համաշխարհային գները առաջին անգամ գերազանցել են $90 սահմանը, հայտնել է Reuters գործակալությունը։ Շուկայական վերջին տվյալներով թանկարժեք մետաղի արժեքն աճել է ևս 4.6%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ թանկարժեք մետաղների շուկայում նկատվող այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է համաշխարհային տնտեսական անորոշություններով եւ ներդրողների կողմից ապահով ակտիվների նկատմամբ պահանջարկի մեծացմամբ։